Նորատուսում գիշերվա կեսին գայլերի ոհմակը հոշոտել է Հայրապետյանների ընտանիքի ամբողջ ապրուստը։ Կես ժամում 80-ից ավելի ոչխարներ են անշնչացրել գայլերը, 50-ը մայրացու են եղել, կեսը գառներ։ Այսօր Սեդատատը արցունքները զսպել չի կարողանում։ Իկա իշտ է սա փռ։ Իշտ է սա բալացա։ Հալսկա վայ։ Տանտիկինը պատմում է, կեսգիշերն անց արթնացել է աղմուկից, դուրս եկել բակ ու սարսափահար կանգնել, ոչխարներն արդեն փռված էին գետնին, իսկ կերած կշտացած գայլերը վիրավոր գառներին քարշ էին տալիս դաշտեր։ Գիշերը 1-20%, ես ժեշտերից են լսալուց ու թրայել է, ես սենյակը քնածի, իչա վազա մենտեղ ոսենք լուսերը վառում, ոսմին լուսից չեն կալում, բայց Elnem tenam ինչ, ամեկն այսքան, 6-7 հատ, գառները պերանը, օրան թրան, տվի էդևն էլ ոչ կորցա, գար վերցի, կացին, հիմի տաշտերից էլ 3-4 հատ նորա գտաս պերած։ Մղձավանջից ուշքի չեն գալիս Հայրապետյանները, դաշտերից գտնում բերում են վիրավոր կենդանիներին ու մորթում։ Սա ինքը սկսեց ծակել, խփերա, ու ֆրացելա արդեն բոկնա, բոկից է սկսել խփել։ Մի ժամվա մեջ 80 հատ էդի կոտորած ալնում, այսինքն ամեն մեկը, որը բաժինը ինքը կերերա, դες էսի նայա սրա մեջ չկա, ինքը լրիվ էսի կերերա արդեն, էս էլա ծակը, հələ նայա, ինքը լրիվ հանե կերերա, կշտացերա ու սկսերա հետները ծակել, դրամականով մոտարապես էսի 12 միլիոն, հատողճարը 70,000, գառները իրանք առանձին ծախում են, գառները 30-ից 40 հազար։ Արայիկը 15 տարի է անասնապահությամբ ընտանիքը պահում, փորձառու է, լույսը միշտ վառն է պահում, բայց այս անգամ լամպը չի մոլորեցրել գիշատիչներին։ Ստաժան բանա, թշնամուց չեմ ցանկանում։